Հայաստանի սպառազինությունների ու տեխնիկայի տեղակայման վայրեր Փաշինյանն իր տարօրինակ առաջարկով ուզում է ապացուցել, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք լավ զենքեր չունենալու պատճառով։ Պարտության բոլոր պատճառները իհարկե գցելու է սպառազինության վրա։ Հացահատկային հեղափոխություն, թե այսպես ասած պոպուլիստական կուտ, փորձագետները վստահ են Ադրբեջանը ժամանակավոր է տրանզիտ երկիր դարձել Հայաստան բերվող ցորենի համար։ Այնպես է ներկայացնում, ոնց որ խաղաղության աղավնին է եկել։ Ցորենի մուտքով մեր բնակչությունը փրկվեց։ Ալիևը թուրք ու պակիստանցի գործընկերների հետ Բաքվում նշում է այսպես կոչված հաղթանակի օրը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 5 տարի անց այս օրերին պետք է որոշվեր։ Շարունակելու են ռուս խաղաղապահներն ապահովել արցախայության անվտանգությունը։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանի հետ։ Եվ Հայաստանում հակաեկեղեցական արշավը արքեպիսկոպոսների ու գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը ամերիկյան լսարանի ուշադրության կենտրոնում հրապարակվել է Նարեկ Կարապետյանի ու բազմամիլիոնանոց լսարան ունեցող Թաքեր Կարլսոնի հարցազրույցը։ Նա արքեպիսկոպոսներին բանտարկել է։ Այո, արքեպիսկոպոսներ, որ հասկանաք, դա մեզ համար շոկ չէր։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրն է։ Եվ այսպես խմբային տուր է առաջարկում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին։ 50 հոգանոց խմբերով կարող եք գնալ Հայաստանի ձեռք բերած զենքերի բացառիկ ցուցադրությանը, համոզվելու համար, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք վատ զենքերի պատճառով։ Այսօր առավոտյան ստատուսների շքերթ է սկսել Փաշինյանը Facebook-ում արձագանքելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Իմ նեմնիմի» փոդքասթի ժամանակ արած հայտարարություններին։ Սերժ Սարգսյանն ասել էր, որ բանակի մարտունակությունը բավականին ընկած էր 44-օրյա պատերազմի օրերին, մինչև 2018 թվականը պատերազմի այդպիսի արդյունք կանխատեսելի չէր։ Ուզում եք տեսնել ինչպես է զինել բանակը Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկ ունի քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խումբ կարող է իր անձնագրային տվյալներն ուղարկել կառավարության էլեկտրոնային հասցեին ու ներկա լինել Հայաստանի Հանրապետության սպառազինության բացառիկ ցուցադրությանը։ Շուկայում միտք չի վաճառում։ Պոպուլիստական առաջարկ է Փաշինյանն ուզում է հակադարձել բոլոր այն մեղադրանքներին, թե ինքը կազմաքանդել է բանակը ու հենց այդ պատճառով ենք պարտվել 44-օրյա պատերազմում։ Փաշինյանն էստի համեցեք է անում մարդկանց, որոնք միշտ չէ, որ կարող են հասկանալ, պիտանի է, թե ոչ ցուցադրված սպառազինությունը։ Շարքային քաղաքացին իրապես չի կարող գնահատել զինատեսակի արդյունավետությունը, որակը, տակտիկական եւ տեխնիկական բնութագրիչները, դա զինվորական դիլնես։ Ընդ որում ըստ փորձագետի զինվորական լինելն էլ բավարար չէ տեխնիկայից լավ գլուխ հանելու համար։ Օրինակ, կապավորը կարող է կատարելապես չտիրապետել հրետանու հնարավորություններին։ Նահապետյանի համոզմամբ ցուցադրության գնացած քաղաքացիներին պարզապես կխաբեն, ասելով՝ տեսեք, ինչ զենքեր ունենք։ Սա ակնհայտ է, որ մարդկանց խաբելու համար է։ Այդ 50 հոգուն ես առաջարկում եմ իր առաջնորդությամբ 50-ից մեկը ինքը լինի, օրինակ բժշկական տեխնիկա, նորագույն տեխնիկա, թող գնան բժիշկները ներկայացնեն, այդ 50-ից եթե որից մեկը բժիշկ չի, իրանից սկսած, ինքը կարող է գնահատել, ենթադրենք, այդ տեխնիկան ինչքանով է արդյունավետ, այս կամ այն հիվանդությունը կամ կանխորոշում, կանխարգելում կամ բուժում։ Նահապետյանը հիշեցնում է, Պակիստանից վերջին սերնդի ինքնաթիռներ է ձեռք բերել Ադրբեջանը։ Փաշինյանին առաջարկում է 450 միլիոն դոլարի զենք գնելու մասին պոպուլիստական հայտարարության փոխարեն տեղեկացնել, ինչ զենք է գնել Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի զինանոցում հայտնված պակիստանյան կործանիչներին հակազդելու համար։ Թող հրապարակավ ասեն, որ մենք ունենք անուն ասենք, ֆրանսիական էս ինչ կամ հնդկական էս ինչ։ Ես է պարամետրով կասեմ, դա չեզոքացնում է հակառակորդի։ Բայց որ ինքը խոսում է 450 միլիոն, ցուցիչը գումարը չի։ Կոչ եմ անում, այս պայծ սկսած, զինվորական հագուստներով, ով ունի պատահաբար, սաղաբարդ, զրահաբաճկոն, տակ բաները, բուշլատները, իրենք էլ ուղղակի տանեն, դրանք թողեն։ Կենտրոնական հավաքակայանում։ Այս հայտարարությունն է հիշել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 50 հոգանոց խմբեր ձևավորելու Փաշինյանի առաջարկը լսելուց հետո։ Պատերազմի ժամանակ էլ էր, չէ՞ ասում, ջոկատներ կազմեք 50 հոգյանոց, սաղավարտներ, զրահաբաճկոններ գտեք եւ գնացեք բանակ
Հայաստան խմբակցության ղեկավարը նկատում է, նորմալ պրակտիկա չի բանակի բարեփոխումները քաղաքացիներին խմբակային ցուցադրությունների միջոցով ներկայացնելը։ Պետությունը եւ բանակ պարտավոր են մեր հանրությանը տեղեկացնել բոլոր այն միջոցառումների մասին, որ բանակում իրականացում է, որպեսզի ժողովրդի մոտ փառատվի այն բոլոր մտահոգությունները, արդյոք բանակը զարգանում է։ Եթե Փաշինյանը չգիտի, որն է սպառազինությունը ցուցադրելու ճիշտ ձևը, կարող է վերադառնալ նախկինների ժամանակաշրջան, թերթել արխիվը, նորից նայել տոնական օրերի ռազմական շքերթների կադրերը, որոնցից մեկին ինքնանձամբ մասնակցելու բախտ է ունեցել։ Սպառազինության ցուցադրությունների մասին առաջարկից հետո Փաշինյանն առաջին քայլն է արել։ Սպառազինության այս նմուշը կարող եք տեսնել առանց կառավարություն գնալու։ Այս շնիկն է վազվզում վարչապետի Facebook-յան էջում։ Նրան Փաշինյանն անվանում է զինվորի նոր բարեկամ։ Կանգնի արի հետ։ Լիլիթ Խալաթյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Այսօրվա Facebook-յան ստատուսներից մեկում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Մի տեսանյութով էլ նա բացատրել է, թե ինչպես ենք մենք պաշտպանելու մեր անվտանգությունը։ Նրա պատասխանն է լեգիտիմությամբ։ Փաշինյանի համոզմամբ լեգիտիմությունն է, որ սահմանափակում է ուրիշների հնարավորությունները, մեր հնարավորությունները մեծացնում։ Լեգիտիմություն սա է այն առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնաշխանությունը երկարաժամկետ կտրվածքով։ Այդ թվում նաեւ այս լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը եւ անում ենք։ Վաղը լրանում է նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության 5 տարին։ Հիմա պետք է որոշվեր ռուս խաղաղապահները շարունակելու են մնալ Արցախում, ապահովելու բնակչության անվտանգությունը։ Բայց դեռ անցած տարվա ապրիլին վերջին ռուս խաղաղապահը դուրս եկավ Արցախից հայաթափումից կես տարի անց։ Այսօր Ալիևը Ադրբեջանում թուրք ու պակիստանցի գործընկերների հետ նշում է այսպես կոչված հաղթանակի օրը։ Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը մեր երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լիլիթ։ Ալիևը կարծես թե այսօր հայտարարել է, որ առաջին անգամ պակիստանցի զինծառայողներ են մասնակցում շքերթին։ Այո, հատկապես հատկանշական է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությունը զորահանդեսին, այն պատճառով, որ ցուցադրվելու են զորահանդեսի ժամանակ պակիստանյան արտադրության կործանիչներ Ադրբեջան-Պակիստան բարեկամության սիմվոլով, ինչպես իրենք են նշում։ Զորահանդեսի տեսանյութում երևում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների կողքին դրված է նաեւ Պակիստանի դրոշը, ինչը ենթադրում է, որ Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա տարածաշրջանային ռազմական համագործակցությունը թևակողել է նոր փուլ։ Արման, բայց կարծես թե բացի տարածաշրջանային նոր ռազմավարական համագործակցությունը Ալիևը ուզում է ադրբեջանական բանակը համապատասխանեցնել նատոական չափանիշներին, ինչպես հայտարարեց այս շաբաթ։ Բայց այդ ճանապարհին նրան այնուամենայնիվ խանգարում է ԱՄՆ կոնգրեսի 907-րդ բանաձևը, որն արգելում է զենք վաճառել Ադրբեջանին։ Փորձում է Բաքուն ազատվել կոկորդում խրված այդ ոսկորից։ Այո Լիլիթ, այդ բանաձևը տարիներ շարունակ Ադրբեջանի համար եղել է բարոյական արգելք եւ հիշեցրել է պատերազմի, ուժի գործադրման, շրջափակման հետևանքների մասին։ Փաստորեն, եթե այդ բանաձևի արգելքը հանվի, Ադրբեջանը կստանա Միացյալ Նահանգների կողմից տեխնոլոգիական եւ ռազմական աջակցություն եւ միևնույն ժամանակ նաեւ լեգիտիմացման հավաստագիր իր տարածաշրջանային հավակնությունների համար։ Այս շաբաթ նկատվում էր, որ Բաքուն փորձում է Վաշինգտոնին համոզել, որ ինքը ոչ միայն պարզապես պետություն է Հարավային Կովկասում, այլև կարող է Վաշինգտոնի համար դառնալ տարածաշրջանային ռազմավարական գործընկեր։ Բաքուն ասում է հետևյալը. ես միակ մուսուլման երկիրն եմ, որը լավ հարաբերություններ ունի թե Թուրքիայի, թե Իսրայելի հետ եւ զուգահեռաբար նաեւ խորացնում է իր հարաբերությունները արաբական աշխարհի հետ։ Եվ եթե Վաշինգտոնը ասում է, որ մենք ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն, ապա Բաքուն էլ պատասխանում է, որ մենք կարող ենք լինել այդ
կայունության կապող օղակը։ Միևնույն ժամանակ Բաքուն փորձում է հետևյալը հասցնել վերջնականապես Վաշինգտոնին, որ եթե ուզում եք ազդեցության մեծացում Մերձավոր Արևելքում եւ Կասպյան շրջանում, առանց մեզ դա չի ստացվի եւ ուրեմն հանեք 907 բանաձևի արգելքը եւ մենք կսկսենք աշխատել որպես գործընկերներ։ Արման, մեկ այլ թեմայի էլ անդրադառնանք, այս շաբաթ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանական նիստում Ալիևի ելույթից մամուլի գլխագրերում հայտնվեց հիմնականում Սևանա լճի վերաբերյալ նրա հայտարարությունը։ Արդյոք մեզ համար վտանգ ներկայացնող այլ հայտարարություններ չեն հնչել այդ օրը։ Իրականում եղել են Լիլիթ, Վաշինգտոնյան համաձայնություններով հայ-ադրբեջանական խաղաղության մասին խոսող Ալիևը այդ օրը իրականում այլ պատճառով էր գնացել Գիտությունների ազգային ակադեմիա, եթե փորձենք հակիրճ ներկայացնել, Ալիևը գիտնականների առաջ այդ օրը դրեց քաղաքական ռազմական խնդիր։ Ալիևը գիտակցում է, որ ադրբեջանցի երիտասարդների մոտ կա խնդիր Ադրբեջանի գաղափարախոսության հետ կապված եւ Ալիևը գիտնականներին փաստորեն հանձնարարեց, որպեսզի նրանք ստեղծեն նոր, բնականաբար կեղծված գիտական աշխատություններ, թռուցիկներ, քարտեզներ եւ ուսումնական նյութեր, որով ադրբեջանցի երիտասարդները կգիտակցեն եւ կհասկանան, որ Հայաստանի որոշ տարածքներ պատմականորեն պատկանում են Ադրբեջանին եւ նման կերպ վերադարձի գաղափարը կընկալվի որպես բնական եւ արդարացված։ Փաստորեն Ալիևը ընկալում է, որ իր որդեգրած գաղափարախոսությունը ընկալելի չէ ադրբեջանցի երիտասարդների համար եւ հույս ունի, որ գուցե այս ճանապարհով կկարողանա ստանալ նրանց գաղափարական աջակցությունը։ Շնորհակալություն Արման, սիրելի հեռուստադիտողներ, Հայլուրի երկրորդ տաղավարից մեզ էր միացել մեր տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը։ Շարունակենք, պոպուլիստական կուտ են համարում շատ փորձագետներ Ադրբեջանի տարածքով Ղազախստանից ու Ռուսաստանից ցորեն բերելը։ ՔՊԱ-ականների ներկայացրած հացահատկային հեղափոխության տակ իրականում փխրուն է հիմքը գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դիզելի գների բարձրացման պատճառով Դաշնությունը նախընտրում է ավելի էժան տարբերակով երկաթուղով հացահատիկ արտահանել, պայմանավորվելով Բաքվի հետ։ Չի բացառվում, որ մոտ ապագայում ամեն ինչ ընկնի իր հին ռելսերի վրա։ Ադրբեջանի տարածքով դեռ 50 անգամ էլ պետք է ցորեն մտնի Հայաստան, որ հավասարվի հացահատիկի այն քանակին, որ ամեն տարի ստացվում էր Արցախից։ Հաշվում են գյուղատնտեսներն ու զարմանում, Հայաստանում սպառվող հացահատիկի 20-ից 30%-ը ապահովում էր Արցախը։ Հիմա ուրախանում ենք, ինչ է թե Ադրբեջանի տարածքով ռուսական ու ղազախական ցորեն է եկել։ Ընդամենը 1000 կամ լավ 2000 տոննա ցորեն է մտել, 200-300-100 դոլարի, լավ 400-1000 դոլարի ցորեն է մտել ու այնպես է ներկայացնում, ոնց որ խաղաղության աղավնին է եկել մեր մոտ, կամ մեր բնակչությունը շրջափակման մեջ էր, սովահար էր լինում ու այդ ցորենի մուտքով մեր բնակչությունը փրկվեց։ Այս գիշեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել նաև ղազախական ցորենի առաջին խմբականակը 1000 տոննա։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն են այրում կայարանում դիմավորել ցորենով բեռնված գնացքը։ Վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ են վագոններ անցել Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով։ Սա հնարավոր եղավ նախ իրականացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի։ Այս նախադասությունը կարծես անգիր են արել բոլոր իշխանականները։ Մինչդեռ գյուղատնտեսներն ու գործարարները զզվելի պոպուլիզմը, տհաճ պոպուլիզմը, ավելի մեղմ ձևակերպում չեն գտնում նկարագրելու այս պատմական իրադարձությունը որպես Վաշինգտոնյան բանակցությունների արդյունք ցույց տալու ԿՊԱ-ականների ջանքերը։ Հարություն Մնացականյանը հիշեցնում է, Բաքվից ենք իմացել Հայաստան-Ադրբեջան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որովհետև երկաթուղու գործարկումը Ադրբեջանի որոշումն է։ Այն ըստ փորձագետի Բաքու-Մոսկվա պայմանավորվածության արդյունք է, Վաշինգտոնյան բանակցությունների հետ կապ չունի։ Այդ երկաթգիծը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհամաձայնեցված գործողություն է, այսպես ասած, նույնը Ղազախստանի եւ Ադրբեջանի միջև։ Մոսկվան ու Բաքուն երկաթգիծը շահագործելու որոշում են կայացրել, քանի որ Ռուսաստանին հիմա երկաթուղային բեռնափոխադրումն է ձեռք տալիս։
Ուկրաինական հարվածների հետևանքով բազմաթիվ նավթավերամշակման գործարաններ են վնասվել Դաշնությունում։ Դիզելը կտրուկ թանկացել է, Լարսի ավտոճանապարհով բեռ տեղափոխելը այս պահին Ռուսաստանին ձեռնտու չէ։ Միջև թանկացումը, միջև Ադրբեջանի թույլ տալը, թող ասեն, մենք ենք բանակցում, որ Ադրբեջանի տարածքով գա։ Ուղիղ Հայաստան էլ չի մտնում հասկանալի պատճառներով, որովհետև մեր երկաթգծերը քանդված են Ադրբեջան, Հայաստան եւ գալիս է տարանցիկ մի հատ էլ հասնում է Վրաստան, Վրաստանից նոր գալիս է Հայաստան, ինչը էլի լրացուցիչ ծախսը ավելացնում։ Փորձագետը վստահ է, հենց Ռուսաստանում կարգավորվի դիզելի գինը եւ ավտոտրանսպորտային ճանապարհով բեռնափոխադրումները նորից շահեկան դառնան, Հայաստան եկող ցորենի այս նոր երթուղին նորից կփակվի։ Բեռները Հայաստան կհասնեն այնպես, ինչպես եղել է 35 տարի։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Անցնենք այլ թեմաների, ամերիկյան բազմամիլիոնանոց լսարանին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանում հակաեկեղեցական աննախադեպ արշավի, եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես եկողների նկատմամբ սկսված քրեական հետապնդումների ու սրբազանների կալանավորումների մասին։ Հատկապես այս դրվագը շատ է զարմացրել ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին։ Հարցազրույցի մյուս ուշագրավ դրվագները ռեպորտաժում։ Հայաստանում հակաեկեղեցական արշավի, հոգևորականների եւ իր հորեղբոր կալանավորման մասին է խոսել մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի ժամանակ։ Հայաստանի վարչապետի արդեն կես տարի շարունակվող հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքով տասնյակ մարդկանց կալանավորումները ըստ Նարեկ Կարապետյանի վկայում են կառավարման ավտորիտար ոճի մասին։ He wants to change the narratives of the church. Նա ցանկանում է փոխել եկեղեցու պատմությունը, որպեսզի մարդիկ մոռանան ցեղասպանությունը եւ մեր պատմությունը։ 6 ամիս առաջ վարչապետը սկսեց հարձակումներ գործել հայոց եկեղեցու եւ նրա առաջնորդի դեմ։ Ցանկանում է տապալել նրան, փոխել հայ եկեղեցու 1700-ամյա կառույցը, ստանալ եկեղեցու նկատմամբ վերահսկողություն։ Թաքեր Կարլսոնը զարմանում է, երբ լսում է, որ Հայաստանում կալանավորված arczepiskoposներ կան։ Նա arczepiskoposներին բանտարկել է։ Այո, arczepiskoposներ, որ հասկանաք, դա մեզ համար շոկ չէր։ Ինչու? Arczepiskoposներից մեկը բանտարկվել էր, քանի որ 4 տարի առաջ մի հարցազրույցում նա ասել էր, որ վարչապետը պետք է փոխվի։ Երկրորդ arczepiskoposը բանտարկվել էր, որովհետև 3 կամ 5 տարի առաջ նա մասնակցել էր վարչապետի դեմ կազմակերպված ցույցի։ 3 years ago or 5 years ago. Վախ է տիրում Հայաստանում, Կարլսոնին պատմում է Կարապետյանը։ Ըստ նրա, հետապնդումներից խուսափելով ազդեցիկ շատ հայեր լռում են, չեն խոսում վարչապետի սանձազերծած հակաեկեղեցական արշավի դեմ։ Մեր ձևով շարժման համակարգողը ակնարկում է, որ շատ գործարարներ վախենում են իրենց բիզնեսը կորցնելուց։ The one man who started talk about this Եվ այն մարդը, որը սկսեց խոսել այս մասին, իմ հորեղբայրն էր, Սամվել Կարապետյանը։ Հեռուստահաղորդավարը համակ ուշադրությամբ լսում է աշխարհի ամենահարուստ հայերից մեկի կալանավորման պատմությունը։ Լրագրողը մոտեցավ նրան եւ հարցրեց, թե ինչ է նա մտածում եկեղեցու դեմ կառավարության հարձակումների մասին։ Նրա պատասխանը տևեց 37 վայրկյան։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ 30 րոպեանոց հարցազրույցի ժամանակ Թաքեր Կարլսոնը հաճախ է զարմանում անակնկալի գալիս ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում տիրող բարքերից։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես ու հայրս նույնպես ձերբակալվեցինք։ Դուք ինչու ձերբակալվեցիք։ Չգիտեմ, իր եղբորորդին լինելու համար կամ գուցե այնտեղ լինելու համար, չգիտեմ։ Հիշում եմ 8 ժամ ոստիկանությունում էինք եւ նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէր այդ 37 վայրկյանի համար։ Քննիչը մտավ սենյակ ու ասաց. գտա մի հոդված։ Մյուս քննիչն ասաց դա չի աշխատի եւ 8 ժամ հետո միայն գտան մի հոդված եւ մեղադրանք առաջադրեցին։ Թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահանկեց արվի։
Նա դեռ բանտում է։ 5 months. Նա դեռ բանտում է։ Jail name. Do you know what is the jail name? Theological views. Այս վարչապետը, որը ըստ սահմանման ուղղակի ավտորիտար է, եկեղեցուն ընդդեմ է։ Christian churches. Այսինքն նպատակը ուղղափառ քրիստոնեության եւ ավանդական քրիստոնեության ողնաշարը կոտրելն է Հայաստանում եւ դրա համար ոստիկանությանն օգտագործելը։ To stop. Սա ժողովրդահաճո է։ Մարդիկ կողմ են սրան։ We are getting support. Հայաստանի բնակչության մոտ 90%-ը դեմ է վարչապետի քաղաքականությանը, պատասխանում է Նարեկ Կարապետյանը։ Ու ըստ նրա, շատերը դեռ չեն հասկանում, ինչու է վարչապետը բռնել այս ճանապարհը։ Լիլիթ Գասպարյան, Էդգար Ղուշչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Այս հարցազրույցն ամբողջությամբ 5-րդ ալիքի եթերում կարող եք դիտել 22:20-ին։ Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը գրառմամբ տեղեկացրել է, որ չի կալանավորվել եւ որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հոգատար մարդիկ, ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև 5 տարի քնվող եւ ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող, կարծես թե մյուս բոլոր 1 տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար մեղադրանքը չեմ ընդունում, գրել է Քերոբյանը։ Ըստ քննչական կոմիտեի 7 մարդ է ձերբակալվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ դրանում ներգրավված լինելու համար։ Ըստ կոմիտեի նրանք 2008-ից 14 թվականներին հափշտակել են Երևան համայնքին պատկանող մոտ 74 հեկտար հողատարածքներ։ Նրանք մեղադրվում են նաեւ առանձնապես խոշոր չափերով հողերի լվացման համար։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ կարճ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Ռուս զինվորականները շնորհավորում են իրար Զապորոժիեի մարզի Ուսպենովկա բնակավայրը իրենց խոսքով ազատագրելու համար։ Ուկրաինական զորքը փորձում է ճեղքել Պոկրովսկի շրջափակումը։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ Ուկրաինան չի կարող հաղթել այս պատերազմում։ Գիտեք, հրաշք կարող է լինել։ Տրանսպորտային բարեփոխումների ղեկը աճ չի պտտվում կաթվածահար Երևան ամեն օր, ամեն երեկո։ Ինչու է Երևանի ճանապարհներին շարժը գրեթե կանգնում այն ժամանակ, երբ մարդիկ տուն են շտապում։ Եթե կարողանամ ասել, կդառնամ տրանսպորտի նախարար, արդյոք չաղետ։ Եվ գիրք կանանց երջանկացնելու, տղամարդկանց առաջ կանանց ներաշխարհը բացահայտելու համար Սոնավանի այս աղջիկը բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Կանացի երջանկությունը հիմքն է ամենայն խաղաղության։ Եվ այսպես Ուկրաինայի զինված ուժերը զրկվել են Պոկրովսկից դուրս գալու վերջին ճանապարհից 10-ին Դոնեցկի ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը փակել են քաղաքից դուրս գալու վերջին ճանապարհը։ Կիևը վերջին 1 շաբաթում ավելի քան 4 տասնյակ փորձ է արել քաղաքի շրջափակումը ճեղքելու համար։ Իսկ ռուս զինվորականներն իրար շնորհավորում են Զապորոժիեի մարզի Ուսպենովկա բնակավայրը իրենց խոսքով ազատագրելու համար։ Оценка самих военнослужащих. Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը շնորհավորել է ռուսական զորքերին Զապորոժիեի մարզի Ուսպենովկա բնակավայրը իր խոսքով ազատագրելու կապակցությամբ։ Ուսպենովկան Գուրայպոլե շրջանի երկրորդ ամենամեծ եւ ամենակարևոր գյուղն է։ Այն ձգվում է Յանչուր գետի երկայնքով ավելի քան 5 կիլոմետր։ Կրակային դիրքերով եւ ամրաշինություններով տարածք է։ Այս շրջանում ռուսներն ավելի քան 7 քառակուսի կիլոմետր տարածք են վերահսկում, 1100 կառույցով։ Отряд продолжает выполнять задачу по освобождению западной части Купянска. Ջոկատը շարունակում է իր առաքելությունը Կուպյանսկի արևմտյան մասը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու համար։ Այսօր մենք ավարտեցինք Լեսի Ուկրաինքի փողոցը զինյալներից մաքրելու առաջադրանքը, ազատագրելով վերջին 4 շենքերը։ Փողոցն այժմ մեր լիակատար վերահսկողության տակ է։ Ակտիվ հարձակումը ռուսները շարունակում են Կուպյանսկում, Պոկրովսկում եւ Միրնոգրադում։ Դրանք ռուսական զորքերի շրջափակման մեջ են։ Մոտ 44 քառակուսի կիլոմետր տարածքի շուրջ ռուսական ստորաբաժանումներ են։ Պոկրովսկում շրջափակված ուկրաինացի զինվորներին դուրս բերելու համար ուկրաինական բանակը 7 օրում 45 անհաջող փորձ է արել։ Միևնույն ժամանակ պաշարված քաղաքից դուրս պրծնելու համար ուկրաինացիները շրջափակումը ճեղքելու 3 տասնյակ փորձ են արել։ Դարձյալ ապարդյուն։ Սրանք ռուսական կողմի տվյալներն են։ Ուկրաինական զորքի վիճակը ռազմական փորձագետները գնահատում են անհույս։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության,
Վերջին 7 օրում Կիևը կորցրել է ավելի քան 9500 զինծառայող, մոտ 1500 անօդաչու թռչող սարք, ավելի քան 100 զրահամեքենա, 8 տասնյակ հրանոթ եւ ավելի քան 500 տրանսպորտային միջոց։ Եթե Պոկրովսկը ընկնի, ռուսական բանակը կկարողանա ավելի արագ շարժվել Դնեպրոպետրովսկի մարզում, շրջանցելով Սլավյանսկը եւ Կրամատորսկը։ Սա ճանապարհ կբացի դեպի Պավլոգրադ, հնարավոր է նույնիսկ Դնեպրոպետրովսկ, որոնք ըստ փորձագետների այնքան էլ պատրաստ չեն պաշտպանության, ինչպես Պոկրովսկը եւ Ավդեևկան։ Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը Միացյալ Նահանգների եւ Հունգարիայի ղեկավարների քննարկման թեման է եղել Սպիտակ տանը։ Թրամփը ծիծաղելով, Օրբանը ուսերը թոթվելով են խոսել հնարավոր զարգացումների մասին։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ Ուկրաինան չի կարող հաղթել այս պատերազմում։ Գիտեք, հրաշք կարող է լինել։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդելյան, Հայլուր։ Դնեպրում բնակելի շենքին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10 վիրավորվել, ըստ Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության փրկվել է 28 մարդ, այդ թվում 5 երեխա։ Գիշերը ռուսական անօդաչուների հարձակման թիրախում են եղել նաև Խարկովի եւ Օդեսայի էներգետիկ օբյեկտները։ Ավելի քան 80 ուկրաինական անօդաչուների խոսման մասին է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Վոլգոգրադի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել էներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով։ Դոնալդ Թրամփը խոստացել է ռուսական նավթ եւ գազ գնելու համար պատժամիջոցներ չկիրառել Հունգարիայի նկատմամբ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից հետո։ Միևնույն ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ի վերջո կհասնի դրան, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթ գնելը։ Համասի զինյալները Իսրայելին են հանձնել եւս մեկ պատանդի մարմին Իսրայելի պաշտպանության բանակի եւ Շին Բեթի ներքին անվտանգության ծառայության համատեղ հայտարարության համաձայն մարմինը տեղափոխվել է դատաբժշկության ազգային ինստիտուտ նույնականացման համար։ Եթե դատաբժիշկները հաստատեն, որ մարմինը պատկանում է պատանդներից մեկին, Գազայի հատվածում կմնա եւս 5 մարմին, որ Համասը դեռ պետք է վերադարձնի Իսրայելին։ Հաղթանակ դաշինքը վաղարշապատի Հովտամեջ գյուղում է անցկացրել քարոզարշավի 16-րդ օրը։ Այնտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա խոստացել է, որ վաղարշապատի համայնքապետարանն իրենց ընտրվելու դեպքում բաց է լինելու բոլոր խնդիրների քննարկման համար ու անընդունելի է համարել, որ մարդկանց են աշխատանքից ազատում իրենց աջակցելու պատճառով։ Հովտամեջի զոհված ազատամարտիկների հուշակոթողի առաջ ծաղիկներ են խոնարհում հաղթանակցիները։ Գյուղամիջում նրանց աղոհացով զուռնա դհոլով են դիմավորում։ Գյուղի խնդիրները քննարկելու եւ դաշինքի նպատակները ներկայացնելու համար են Հովտամեջ եկել հաղթանակցիները։ Մեր նպատակները, մեր ուզածը բարի է, մեր ուզածը մեր համայնքի, մեր քաղաքի, մեր գյուղական համայնքների համար է, Աստծո կամքով թող ամեն ինչ իրականանա։ Նոյեմբերի 16-ի ընտրությունները ավելին են, քան ավականու ընտրությունները, տեսակի արժեհամակարգի ընտրություն է, ասում է դաշինքի ղեկավարը։ Ով իր ձենը տալիս է ՔՊ-ին այսօր, ձենը տալիս է եկեղեցու վրա հարձակվողին, ձենը տալիս է Մասիսարը մեր հիշողությունից կտրել փորձողին, ձայնը տալիս է Մեսրոպ Մաշտոցի նկարը Այբենարանից հանողին, մեր ազգային արժեքները ուրացողին, մեր պատերազմների զոհված հերոս տղեկին մոռացության տվողին, այդ մեր համար տաբու է։ Իրենց թիմում մասնագետներ են, վստահեցնում է Սևակ Խաչատրյանը։ Ընտրություններում համար 1-ի հաղթանակի դեպքում Վաղարշապատի համայնքապետարանում աշխատելու են գործից հասկացող մարդիկ։ Պատվի հարց է սա համարում դաշինքի ղեկավարը։ Ով պրոֆեսիոնալ չի, ով իր գործից չի հասկանում, գործին ճիշտ մոտեցում չի տալի, չպետք է աշխատի, որտեղ դա ուղիղ մեր պատիվն է։ Բարձր պահեմ ես։ Սևակ Խաչատրյանի համար անընդունելի է, որ մարդկանց գործից հանում են միայն նրա համար, որ ընդդիմադիր տեխնացուների շարքում ծանոթ ունեն։ Ընկերոջս Քենուն դպրոցի դիրեկտորից հանել եմ, ասել են քու փեսեն Սևակի ընկերն է։ Քարոզարշավի 16-րդ օրը Էջմիածնի Զվարթնոց թաղամասի բնակիչների հետ են հանդիպել հաղթանակցիները։ Վստահ են, հաղթելու են, միայն թե արդար ընտրություններ լինեն։ Արդարություն մենակ։ Հաստատ արդար։ Գլխների կայնելու եմ ընդդեմ։
Էջմիածինցի այս տղամարդը մի քանի օր առաջ է որոշել, որ հենց հաղթանակին է ընտրելու։ Դաշինքի նախընտրական ծրագրում թափառող կենդանիների մասին կետ է տեսել։ Հաղթանակցիները ուզում են թափառող կենդանիների համար կացարաններ ստեղծել։ Հետևողական են լինելու, որ կատաղության դեմ պատվաստվեն կենդանիները եւ անհրաժեշտության դեպքում նրանց բուժօգնություն ցույց տան։ Ես մի քանի օր առաջ լսեցի, որ դու շների մասին ասում էիր։ Քուցավը տանեմ, ինչև է չէի մտածում, որ կարող է քեզ ընտրեմ։ Բայց էդի կարդալուց հետո հենց նախ դարավոտ ժամի 7-ին պետք է կայնացել եմ այդտեղ այդ համընտրեմ։ Շնորհակալ ենք, վստահ եղեք, անելու եք, ինչ ասել ենք անելու ենք։ Տան պատուհաններից, մեքենաներից մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում հաղթանակին։ Սպասում են, թե երբ են միասին նշելու հաղթանակը։ Հույսով հաղթանակով Հաղթանակ կերտողներին էլ չեն մոռանում։ Ծաղիկներ են խոնարհում կյանքս Արցախին հուշակոթողի առաջ։ Հայկ Ավանեսյան, Հայլուրի համար։ Կիսատ մնացած գործերը շարունակելու խոստումներ է տվել Վաղարշապատի համայնքապետի ԿՊԱ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանը Մոնթեավանում եւ Շահումյանում։ Անցած 4 տարվա ընթացքում հասցրել են գույքագրել խնդիրները, փողոցներ են ասֆալտապատել, արտաքին լուսավորությունն ապահովել, տներ գազիֆիկացրել։ Ազնվությունը, հոգատարությունն ու աշխատանքն է առաջարկում ընտրել քաղաքացիական պայմանագիրը վաղարշապատցիներին։ Քարոզարշավի 18-րդ օրն իշխանության թեկնածու Արգիշտի Մեխակյանը Մոնթեավանում եւ Շահումյանում էր։ Արգիշտի Մեխակյանին աջակցելու են եկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Բակերում հյուրասիրություն է։ Մոնթեավանցիներն ու շահումյանցիները սեղանի շուրջ են զրուցում իրենց թեկնածուի հետ, հաջողություն մաղթում։ Նայենք վերև, լուսավորությունները, գիշեր ցերեկ մեր համար մեկ է։ Ես մենք բոլորս ոչ թե գյուղում եք ապրում, հույսեր պողոտայում եք ապրում։ Գյուղը շատ խնդիրներ ունի, լուծումը ժամանակ է պահանջում, համբերատար են գյուղացիները։ Այնքան շատ խնդիրներ կան, բայց կամաց կլուծվի էլի։ Մի անգամից չեն կարեք մարդիկ լուծեն այդ խնդիրները, կամաց կլուծեն։ Անցած 4 տարիներին գյուղերի խնդիրները գույքագրել են իշխանության ներկայացուցիչները, մի մասը լուծել։ Փողոցներ են ասֆալտապատել, արտաքին լուսավորությունն ապահովել, տներ գազիֆիկացրել։ Այդ աշխատանքները լինելու են շարունակական, այսինքն շարունակելու են բարեկարգվել նոր փողոցներ, նոր այգի պուրակներ են հիմնելու եւ այն ծայրամասային հատվածները, որոնք որ դեռ մասնակի փոքր խնդիրներ ունեն, դրանք մինչև վերջ լուծում ենք տալու։ Մենք ցույց ենք տալիս, որ մեր երկրի աշխատող մարդու հարկը գնում է իրա վերադառնում է իրա բակ, վերադառնում է իր դպրոց, իր երեխայի կրթության համար, վերադառնում է իր ամբուլատորիա, վերադառնում է իր բժշկական կենտրոն։ Իշխող ուժի թեկնածուն խոստանում է շարունակել կիսատ մնացած գործերը ընտրվելու դեպքում։ Եվ քաղաքացիական պայմանագիր կոչ է անում նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամասեր։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան եւ Գագիկ Տերղազարյան, Հայլուրի համար։ Մայրաքաղաքի խնդիրներին վերադառնանք։ Երեկոյան կաթվածահար փողոցներում է եղել Հայլուրի նկարահանող խումբը, տեսել գրեթե անշարժացած երթևեկությունը, բորբոքված վարորդներին ու լսել անհույս աղաղակող ազդանշանները։ Ինչու տրանսպորտային բարեփոխումների ղեկը աճ չի պտտվում։ Մասնագետների կարծիքով նոր ավտոբուսները քիչ են ուղևորահոսքի համեմատ, սխալ են առանձնացվել հասարակական տրանսպորտի գոտիները, իսկ այնատեղիների պակասը ավելի է սրել վիճակը։ Մայրաքաղաքում երեկոյան 5-ից հետո սարսափելի դանդաղ են պտտվում մեքենաների անիվները, խցանումից անշարժանում է Երևանը։ Նյարդային վարորդներ, ազդանշանների դժոխային աղմուկ։ Ճանապարհային ոստիկանների փայտիկի պտույտները հրաշքներ չեն գործում։ Ժամերով խցանված են մնում փողոցները։ Ոստիկանությունում քիչ ավելի լավ պետք է աշխատի, որ ամեն ինչ լավ լինի։ Իշխանությունը ոչ միայն չի կարողանում լուծել Երևանի խցանումների հարցը, այլև իր ամեն քայլով ավելի է սրում խնդիրը, կարծում է իրազեկ եւ պաշտպանված սպառող կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Իրականում բացի խոսքից չկա որևէ գործ։ Ավտոբուսների համար գծերը չի կարելի անել մենակ մի փողոցում կամ երկու փողոցում։ Դա պետք է մնաս ընդհանուր համակարգ եւ ասես այսուհետ բոլորը հանգիստ գնացեք, մենք ունենք այսքան տրանսպորտ, բոլորը կարող ենք տեղափոխել, այս գիծն էլ տալիս ենք տրանսպորտին։ Բայց դուք առանց տրանսպորտը բերելու քանակը, ասում եք, այս գիծը տալիս ենք։ Թող չմանիպուլացնեն մարդկանց, թե նոր ավտոբուսներ ենք բերում, քաղաքն ազատ ենք խցանումներից, ասում է Պիպոյանը։
Մասնագետների դիտարկմամբ ծանրաբեռնված քաղաք է Երևանը ու խոստացված 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսները միևնույնն է քիչ են լինելու։ Տրանսպորտային համակարգի բարեփոխում ասելով հասկացել է բացառապես մի քանի նոր շարժակաց առնել։ Միջազգային խորհրդատուն Երևան քաղաքի համար նախատեսել է մոտավորապես մինչև 700,000 հասնող ուղևորափոխադրում։ Միայն վերգետնյա տրանսպորտ չհաշված մետրո։ Մենք այսօր ստորգետնյա եւ վերգետնյա տրանսպորտային հզորությունով ունենք ընդամենը 400,000։ Խցանման եւս մեկ պատճառ է կայանատեղիների բացակայությունը։ Կարմիր գծերով բյուջեն լցնելու փոխարեն քաղաքապետարանը լավ կաներ ստորգետնյա կամ վերգետնյա կայանատեղիներ կառուցեր, կարծում է սպառողների իրավունքների պաշտպանը։ Միայն ստորգետնյա չի աշխարհում, այս կարգի քաղաքներում միայն ստորգետնյա չի, նաեւ վերգետնյա բազմահարկանի կանգառներ են կառուցում, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել, իսկ մեր մոտ ինչ արեցին, ընդհանրապես բյուջեի մուտքերը ավելացնելու համար կարմիր գծերը ավելացրեցին, հույս ունենալով, որ դա հարց է լուծելու։ Դա հարց չէր լուծելու։ Ինչու՞, որովհետև անկախ ամեն ինչից մարդիկ միտեղ պետք է կանեին, թանտել էին վճարելու, կանելու են։ Փաշինյանը պնդում է, թե ինքն էլ է հեծանիվով մնացել խցանման մեջ, չնայած ըստ իր տարածած տեսանյութերի վարչապետական հեծանվավազքի ժամին փողոցները ամայի են։ Տարօրինակ իսկապես տարօրինակա հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը, եւ ես հանձնարարել եմ, որ աշխատանքային խումբ ստեղծվի։ Ինչու է պետք աշխատանքային խումբ ստեղծել, եթե քաղաքապետարանում, կառավարությունում արդեն կան այդ խնդրի կարգավորման պատասխանատուներ, զարմանում է Պիպոյանը։ Հանձնախումբ ստեղծել դա նշանակում է պետք է քաղաքապետին ասես գնա տեղակալիդ։ Համապատասխան վարչության պետերից բոլորին գործից համ, որովհետև այս խնդիրը դուք պետք է լուծեիք, չեք լուծե բերել ենք։ Իսկ եթե ամեն եք պահում, համես եք պահում, եթե նույն մարդկանց եք ներգրավելու լուծողին, թող լուծեն։ Իսկ մարդիկ շարունակում են խցկված ավտոբուսներով, խցանումներին դիմանալով մի կերպ աշխատանքի գնալ գալ։ Մի քանի ժամ շուտ են դուրս գալիս ճիշտ ժամին տեղում լինելու համար։ Ես միշտ կանգնած եմ գնում գալիս։ 10-ից գալուց շատ եմ գնում խցանումների։ Առավոտն է, ժամերին։ Առավոտային, հա, հիմնականում։ Եթե դասերը 9-ին է սկսում, օրինակ իմը 7-5-ից դուրս եմ գալի տնից, որ հասնեմ։ Իմը 8-15-ը 6-7-ին տես դուրս եմ գալի։ Հիմնական ծանրաբեռնված լինում է 6-7 արդեն։ Եթե կարողանամ ասել, կդառնամ տրանսպորտի նախարար, Արտիկ Չանգետի այդ հարցը իրանք պետք է լուծեն։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան, Նորայ Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Եվ վերջում երջանկության բանաձևը կանանց համար ու կանանց ներաշխարհը հասկանալու բանաձևը տղամարդկանց համար։ Սոնավանը ներկայացնում է իր նոր այս աղջիկը բանաստեղծությունների ժողովածուն։ Գաղտնիքներ կնոջ ներաշխարից։ Այդ գաղտնիքները սովորեցնելու են շատ կանանց երջանիկ լինել։ Եվ կլինեն, եթե կարողանան սուզվել գրքի էջերում, ասում է Սոնավանը։ Իմ նպատակն է որպես գրող անել այնպես, որ մի օր մարդու հիշողությունից դուրս գա պատերազմ բառը եւ անհեթեթ թվա։ Ինչպես մոլորակ լուսին գրավելը, այդքան անհեթեթ թվա երկիր գրավելը։ Այս աղջիկը գրքի շապիկին մեղուներ են հավաքված կնոջ կոկորդին։ Այդ զգացողությունը հեղինակին այցելում է, երբ նա ուզում է ինչ-որ բան գրել։ Մեղուների բզոց է զգում իր կոկորդում ու հետո ծնվում են բանաստեղծություններ, պատմում է Սոնավանը։ Կանացի երջանկությունը հիմքն է ամենայն խաղաղության եւ ներդաշնակության եւ կինո ունի այդ պոտենցիալը, այդպիսի իրականություն ստեղծելու։ Տղամարդկանց այս գիրքն օգնելու է տեսնել կնոջ հայացքը, ներաշխարհը, թե ինչպես երջանկացնել նրան։ Հեղինակի այս համոզման հետ համամիտ է նաեւ այս աղջիկը գրքի խմբագիրը։ Սոնավանի ստեղծագործությունը ընկերակցում է մեզ ընթերցողներից, անկախ սեռից, անկախ տարիքից, անկախ զբաղմունքներից։ Սոնավանը հրաշալիորեն սահմանումը տալիս է, որ կնոջ միակ օրինական պարտականությունը երջանիկ լինելն է։ Այս աղջիկը շատ սազում է այս վերնագիրը, դեպ հիմա հիշեցի երջանկահիշատակ ամուսնուն Նուբար Ջանոյանին, որ երբեք այդպես էր դիմում աղջիկ կամ մի բան էր պատմում, ասում էր այս աղջիկը։ Սոնավանը պատերազմները լռեցնելու բանաձև ունի, ասում է թատերագետ Անուշ Ասլիբեկյանը։ Սոնան ասում է մի նայեք զինվորին հիացումով, եթե դադարեք նայել նրան հիացումով, ապա նրա մեջ կկորի պատերազմ գնալու ցանկությունը եւ սա ոչ թե վախկոտության, այլ ճիշտ հակառակը աշխարհում խաղաղություն հաստատելու բանաձև է։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։